Նա ակնհայտորեն հսկայական քաշ է կորցրել կալանքի տակ հայտնվելուց ի վեր եւ մի շարք տարբեր առողջական խնդիրներ ունի։ Ռուբենի եւ մյուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Ալիևը զրպարտել, դիվայինացրել, իրավազրկել է յուրաքանչյուրին, ով ունի հայկական ծագում։ Նախագահ Թրամփը եւս ցանկանում է, որ խաղաղության համաձայնագիր կնքվի եւ որ հայ բանտարկյալները ազատ արձակվեն։ Անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը շարունակի բարձրաձայնել իր կարծիքը։ Ընտանիքները ամեն օր արթնանում ու քնում են անհանգստանալով իրենց սիրելիների համար, պատկերացում չունենալով, թե վաղվա օրը ինչ կարող է բերել։ Այսօր մեր հյուրը Ջարեդ Գենսերն է, առաջատար փաստաբան մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ 2023 թվականից Բաքվում բանտարկված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավաբանական ներկայացուցիչը։ Պարոն Գենսերն ունի աշխարհի տարբեր երկրներում քաղբանտարկյալների, այդ թվում Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրների պաշտպանության երկարամյա փորձ։ Բարև ձեզ, պարոն Գենսեր։ Շնորհակալություն այս հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Mr. Genser, former state minister Պարոն Գենսեր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ավելի քան 40 մեղադրանք է առաջադրվել եւ նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրա եւ ոչ միայն նրա, այլև Բաքվում գտնվող բոլոր հայ կալանավորվածների դատավարությունները անցնում են փակ դռների ետևում, առանց միջազգային լրագրողների, դիտորդների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայությամբ։ Այսպիսով ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է կատարվում Բաքվում։ Ինչ կարող եք մեզ ասել, ինչ իրական վտանգների է բախվում այսօր Ռուբեն Վարդանյանը ոչ միայն իրավական առումով, այլ նաև ֆիզիկապես։ Առողջական վիճակը ինչպես է երկու հացադուլներից հետո, նաև հաշվի առնելով բանտային պայմանները։ Ես կսկսեի բանտային պայմաններից, որոնք սարսափելի են ոչ միայն նրա, այլև իրականում բոլոր հայ գերիների համար։ Սա հայտնի փաստ է։ Նա ակնհայտորեն հսկայական քաշ է կորցրել կալանքի տակ հայտնվելուց ի վեր եւ մի շարք տարբեր առողջական խնդիրներ ունի։ Մենք հատկապես համոզված ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այլևս չի կարողանում այցելել նրան եւ մյուսներին։ Նրանք անկախ աղբյուր էին, որը կարողանում էր շփվել նրանց հետ եւ մտահոգություններ հայտնել իշխանություններին բանտային պայմանների վերաբերյալ։ Անկախ դիտորդների բացակայությունը ակնհայտորեն մեծ մտահոգություն է առաջացնում։ Գիտեք, օրինակ Ռուբենը եւ մյուսները նույնիսկ աստվածաշունչ չեն կարող կարդալ։ Վերցրել են մոտից, որովհետեւ նախկինում ինչ որ բան ուներ իր ձեռքում։ Մենք տեսնում էինք դա կադրերում, այնտեղ ինչ որ բան էր կարդում։ Դատավարության ընթացքում այո, բայց այն իր համար հասանելի չէ բանտում, չնայած դրա բոլոր իրավունքներն ունի։ Որպես Ռուբենի միջազգային փաստաբան ես իրականում չեմ կարողացել կապ հաստատել նրա հետ կամ նույնիսկ մեկ զրույց ունենալ, ինչը իհարկե միջազգային իրավունքի խախտում է։ Բայց ամենակարևոր հարցն այն է, որ եթե նայեք Ռուբենի եւ Արցախի մյուս նախկին պաշտոնյաների դեմ գործերին, ապա կտեսնեք, որ մեղադրանքները ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեն եւ իրականում ոչ մի կապ չունեն որևէ բանի հետ։ Բացի այն փաստից, որ ղեկավարելով Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նրանք ի ցույց էին դրել իրենց կարծիքի եւ արտահայտման ազատության, խաղաղ հավաքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Ալիևը բավականին հստակորեն ձգտում էր 200,000 մարդկանց հայ քրիստոնյա բնակչությանը վտարել էթնիկ զտման միջոցով։ Եվ սա կարծես քարոզ արշավի սկիզբն էր։ Նա նաեւ իհարկե հետապնդեց Ռուբենի նման շատ նախկին ղեկավարների, ստիպեց, որ կառավարությունը ինքը իրեն լուծարի, այլևս գոյություն չունենա։ Եվ այս ամենը երկարատև ծրագրի մի մասն էր, որ մտադիր էր իրականացնել։ Այսպիսով Ռուբենի եւ մյուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Եվ երբ հիմա նայում ենք Ռուբենին առաջադրած ավելի քան 40 մեղադրանքներին, ապա տեսնում ենք, որ դրանք ենթադրյալ հանցագործությունների համար են, որոնց հետ նա բառացիորեն որևէ կապ չի ունեցել։ Նույնիսկ այսպես կոչված դատավարության վկաները չեն ասում, որ նա որևէ կերպ ներգրաված է եղել, այդ իսկ պատճառով դա ավելի ծիծաղելի է դառնում։ Գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը եւ դատախազները անկախ եւ անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որը այս դեպքում իհարկե նախագահ Ալիևն է։ Այսպիսով արդյունքը նախապես որոշված է։ Ռուբենը կդատապարտվի, մյուսները եւս։ Վերջին հաշվով սա ավելի շատ քաղաքական հարց է։ Կարևոր է հիմա հասկանալ, ինչպես բանտից դուրս հանել բռնապետերի կողմից կալանավորված քաղբանտարկյալներին։ So we will come to political issues. Մենք դեռ կանդրադառնանք քաղաքական հարցերին, բայց ես կցանկանայի նաև իմանալ, դուք հենց նոր ասացիք, որ Ռուբեն Վարդանյանի հետ որևէ ուղիղ կապ չեք ունեցել։ Եթե անուղղակի կապ եք ունեցել, ինչ է նա փոխանցել իր հույսերի մասին։ What has he conveyed about his hopes?
Well, look, I mean, I think when I was hired by his family, the message that I got from him through his family, was to not just advocate for him, but to advocate for all of the Armenian prisoners. Երբ նրա ընտանիքը ինձ աշխատանքի ընդունեց, Ռուբենից ստացա ուղերձ պաշտպանել ոչ միայն իրեն, այլև բոլոր հայ գերիներին եւ ռազմագերիներին։ Ռուբենը իհարկե խորհրդանիշն է այն բանի, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, այն բանի, թե ինչ է պատահել Արցախի ժողովրդի հետ էթնիկ զտումների ժամանակ։ Ուր որ մենք գնացել ենք նրա գործը որպես օրինակ ենք օգտագործել, խոսելով յուրաքանչյուրի մասին, որ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն։ Is to use his case as an example, but to really talk about in every case all of the prisoners needing to be released. So recently the Vartanyan's Վերջերս Բաքվում գտնվող Վարդանյանի փաստաբանը հայտարարություն էր տարածել, որում արտահայտել էր իր մտահոգությունները որոշ հարցերի, իրավական հարցերի վերաբերյալ։ Կարող եք մեզ համար պարզաբանել, թե ինչպիսի խնդիրների, ինչպիսի մտահոգությունների մասին էր նա խոսում։ Yeah, I mean, look, even under the Azerbaijan Constitution. Տեսեք, նույնիսկ Ադրբեջանի սահմանադրության համաձայն դուք ունեք անմեղության կանխավարկածի իրավունք ունեք կապ ունենալ փաստաբանների հետ, միջազգային եւ տեղական իրավունք ունեք բաց դատավարության, նաեւ իրավունք ունեք կառարկություններ ներկայացնել ձեր դեմ ցուցմունք տվող վկաներին, իրավունք ունեք իմանալ ձեզ առաջադրված մեղադրանքները եւ կարողանալ հասկանալ դրանք ձեր իմացած լեզվով եւ այլն։ Սրանք բոլոր այն ոլորտներն են, որտեղ Ռուբենի իրավունքները կոպտորեն խախտվել են։ Դատարանը շատ սկզբից շատ հստակ հայտարարել է, որ այդտեղ արդարադատություն չի լինելու, նաև արտաքին դիտորդներին արգելելով։ Նաև գիտեք, որ այժմ կան 150-ից 200 այսպես կոչված վկաներ, որոնց մեղադրող կողմը բերել է այսպես կոչված ցուցմունքներ տալու համար։ Այս մարդիկ պնդում են, որ վիրավորվել են հայկական ուժերի եւ ադրբեջանական ուժերի կամ էլ Ադրբեջանի բնակչության միջև ինչ-որ տեսակի բախման ժամանակ։ Նրանցից ոչ մեկը իրականում որևէ ապացույց չունի այս գործի վերաբերյալ։ Նրանցից ոչ մեկը չի հանդիպել Ռուբենին, նրան երբեք չեն տեսել, երբևէ չեն շփվել, չունեն որևէ ապացույց։ Նրանցից ոչ մեկը չի ներկայացրել որևէ փաստ, որ Ռուբենը որևէ կերպ կապ է ունեցել իրենց ենթադրյալ ստացած վնասվածքների հետ։ Սովորաբար նման ցուցմունքները ցանկացած դատավորի կողմից անմիջապես կմերժվեին որպես ասեկոսեներ։ Չի կարելի պարզապես պնդել, որ լսել եք երրորդ կողմից, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է արել։ Անհրաժեշտ է վկա, որ կասի. ես տեսա, թե ինչպես է Ռուբենը պատվիրել սա, կամ ահա այն էլեկտրոնային նամակը, որը ես ստացել եմ, կամ նման բաներ։ Եվ այսպես սա ամբողջությամբ անուղղակի ապացույց է, որ ցանկացած սովորական դատավարության ժամանակ անմիջապես ամբողջությամբ կմերժվեր։ Եվ սա է հիմնականում եղել այս 20-ից ավելի լսումների ժամանակ այս այսպես կոչված վկաների հետ։ Այնպես որ այս ամենը բացարձակապես անիմաստ մի բան է։ So I mean the whole thing, makes no sense at all. So coming to this question then, do you see the arrest of Ruben Vartanyan and other Գալով այդ դեպքում այս հարցին, արդյոք Ռուբեն Վարդանյանի եւ Լեռնային Ղարաբաղի այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների կալանավորումը դիտարկում եք որպես ինքնորոշման գործընթացը քրեականացնելու կամ գուցե հայ-ադրբեջանական հակամարտության խոսույթը վերաշարադրելու փորձ։ Armenia-Azerbaijan conflict. Well, I think it was part and parcel of the overall. Կարծում եմ դա Ալիևի կողմից իրականացված ընդհանուր ծրագրի անբաժանելի մասն էր։ Այն ներառում էր էթնիկ զտումներ, Լեռնային Ղարաբաղի կառավարության կազմալուծում եւ բարձրաստիճան պաշտոնյաների բանտարկություն։ Ռուբենը եւ մյուս ձերբակալվածները ամենաակտիվն են եղել, շփվել են միջազգային հանրության հետ, խոսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Եվ այսպես նրանց բռնելով եւ բանտարկելով եւ նրանց դեմ կեղծ մեղադրանքներ առաջադրելով նրանք ցանկանում են ցույց տալ, որ կարողացել են լրացնել արցախցիների առաջնորդներին։ Արցախցիների, ովքեր իրենք էլ էթնիկ զտման զոհ են դարձել։ Սա ընդհանուր ռազմավարության մեծ մասն էր, բայց վերջիվերջո միջազգային հանրությունը հստակ գիտի, թե ինչ է կատարվում այստեղ։ Ես չգիտեմ, թե Ալիևն ինչի է ուզում հասնել այս ռազմական դատարանով, այս վկաների շքերթով, որոնք որևէ ապացույց չունեն, որ Ռուբենը որևէ սխալ բան է արել։ Նրանք ոչինչ չեն ապացուցելու որևէ մեկին, ով օբյեկտիվորեն է նայում իրավիճակին։ Պարզ է, որ սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ So you have appealed to Դուք դիմել եք միջազգային հանրությանը, Միացյալ Նահանգներին, ՄԱԿ-ին, այլ ատյաններին։ Արդյոք եղել է որևէ կոնկրետ արձագանք։ Արդյոք այս կոչերը տեղ են հասնում, լսելի են։ Yeah. So I mean, obviously there's only so much I can say publicly and on the air. But what I can say is that, there's a very different approach in Washington under President Trump as compared to under President Biden. Իհարկե հրապարակավ եւ եթերում ես քիչ բան կարող եմ ասել, բայց կարող եմ նշել, որ Վաշինգտոնի մոտեցումը նախագահ Թրամփի օրոք շատ էր տարբերվում նրանից, ինչ եղել է նախագահ Բայդենի պաշտոնավարման օրոք։ Նախագահ Բայդենը իրականում փորձում էր նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, եւ Բայդենի դիրքորոշումն այն էր, որ եթե կողմերից ոչ մեկը չի ցանկանում խոսել դրա մասին, մենք այդ հարցը չենք դնի օրակարգ։
կարգում։ Նախագահ Թրամփը եւս ցանկանում է, որ խաղաղության համաձայնագիր կնքվի եւ որ հայ բանտարկյալները ազատ արձակվեն, կամ համաձայնագրի կնքումից առաջ, կամ էլ միաժամանակ։ Եվ դա, ինչպես ես եմ հասկանում, փոխանցվել է ուղիղ Ալիևին։ Դրա մասին նաեւ հրապարակավ է խոսվել։ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայք Ուոլցը զրուցել է Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդականի հետ եւ ասել, որ նրանք քննարկել են բանտարկյալների հարցը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք հանդիպումներ անձամբ ունենալով ես լիովին համոզված եմ, որ սա վարչակազմի համար գերակա խնդիր է։ Ալիևին շատ ու շատ հստակ հասկացրել են, որ եթե նա ի վերջո չստորագրի խաղաղության համաձայնագիրը ներկայիս տեսքով ու շարունակի ձգձգել դա, ապա Վաշինգտոնից հետևանքներ կլինեն։ Անկեղծ ասած, Ալիևը նույնպես շատ բաներ է ուզում Վաշինգտոնից։ Վստահ եմ, որ նա կցանկանար հանդիպել նախագահ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում։ Կցանկանար տեսնել պատժամիջոցների վերացումը։ Եվ որքան որ ես եմ հասկանում, նրան փոխանցված ուղերձն այն է, որ ոչինչ էլ չի ստանա, եթե համաձայնագիրը չստորագրի ու եթե բանտարկյալներին չազատի։ Այսպիսով ես կարծում եմ, որ սրանք բոլորովին այլ տեսակի ուղերձներ են։ Նախագահ Թրամփը, երբ նախագահի պաշտոնի համար քարոզարշավի էր մասնակցում, Truth Social-ում գրառում էր արել, որ Արցախում տեղի ունեցածը էթնիկ զտում է, եւ ասել էր, եթե կրկին նախագահ ընտրվի, ինչ իհարկե այդպես էլ եղավ, ապա կպաշտպանի հալածվող քրիստոնյաներին։ Այսպիսով քրիստոնյաները ու ավետարանական քրիստոնյաները նախագահ Թրամփի քաղաքական բազայի շատ մեծ մասն են։ Եվ մենք իսկապես ուրախ ենք ունենալ ավետարանական քրիստոնյա առաջնորդների ուժեղ աջակցությունը, որոնք նաև ուժեղ հանրապետականներ են, ովքեր անկեղծորեն աջակցել են հայ քրիստոնյա բանտարկյալներին եւ այդ կարևոր ուղերձները փոխանցել նախագահին ու նրա թիմին։ Վերջապես կնշեի, որ պետքարտուղար Ռուբիոն, ով այժմ նաև ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, որպես Միացյալ Նահանգների սենատոր նույնպես երկար փորձ է ունեցել, խորապես հոգ տանելով քաղբանտարկյալների գործերի մասին։ Նրա պապը քաղբանտարկյալ է եղել Կուբայում, եւ սենատում նա հայանպաստ դիրքերից անդրադառնում էր Արցախի հարցին։ Նա դատապարտել է Ալիևին քաղբանտարկյալների հարցում։ Հարկ է նշել, որ Ալիևն ունի 350 քաղբանտարկյալ ու դրանք միայն հայեր չեն։ Կարծում եմ, որ նախագահ Թրամփը շատ հստակորեն նշել է, թե ինչ է ցանկանում տեսնել։ Եվ պետքարտուղար Ռուբիոն անկասկած կարևոր դեր է խաղալու այս գործընթացի առաջ խաղացման եւ դրա հետագա ձգձգումը բացառելու հարցում։ Secretary Rubio is undoubtedly going to play a key role, I think, in making sure that this process moves forward and that it can't be further delayed. Ուրեմն դեռ հույս կա։ I feel honestly more hope now than I felt. Կա, անկեղծ ասած, ես հիմա ավելի շատ հույս եմ զգում, քան մի ժամանակ, քանի որ տեսնում եմ թե հանրային ուղերձներում, թե կուլիսներից, իմ իմացածից, որ շատ հստակ առաջընթաց կա բազմաթիվ ուղղություններով։ Եվ Ալիևը շատ հստակ հասկանում է, թե ինչ պետք է անի, եւ հասկանում է, որ հետևանքներ կլինեն, եթե նա առաջ չտանի այս գործընթացը։ Doesn't move this process forward. So maybe coming to the Եկեք անդրադառնանք գուցե ամենակարևոր հարցերից մեկին։ Ինչպես կգնահատեք Հայաստանի կառավարության մինչև այժմ ձեռնարկած գործողությունները։ Արդյոք դրանք բավարար չափով ջանքեր են գործադրում, կամ ընդհանրապես որևէ բան անում են Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին ազատ արձակելու համար։ Well, in the past I've been quite open and critical about the lack of effort that we've seen publicly. Դե գիտեք, անցյալում ես բավականին բաց եւ քննադատաբար եմ խոսել այն ջանքերի բացակայության մասին, որը մենք հրապարակայնորեն տեսել ենք այն առումով, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը։ Եվ ես վարչապետ Փաշինյանին մի շարք գաղափարներ եմ ներկայացրել այն մասին, թե ինչպես նա կարող է ավելի հրապարակայնորեն ներգրաված լինել։ Ես ակնհայտորեն մտահոգված էի արտգործնախարարի վերջին մեկնաբանություններով, որ բանտարկյալների իրավիճակի վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում։ Բայց դա պատմության ավարտը չէ։ Կարևոր է նշել, որ սա միայն Հայաստանի գործը չէ։ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց հենց այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, իմ պատկերացմամբ այն ներառելու է մի դրույթ, որը ասում է, որ երկու կողմերն էլ հետ պետք է վերցնեն բոլոր հայցադիմումները միջազգային դատարաններից ու այլևս չկարողանան բարձրացնել այդ հարցերը։ Սա նշանակում է, որ եթե գերիները չազատվեն մինչ այդ համաձայնագրի կնքման հետ միաժամանակ, ապա նա ապագայում չի կարողանա բարձրացնել գերիների հարցը։ Սա նշանակում է, որ գերիները թակարդված կմնան Ադրբեջանում, իսկ Ալիևը կկարողանա անել այն, ինչ ուզում է։ Right, then he won't even be able to raise the issue of the prisoners going forward, right? And what that means is that they will be trapped in Azerbaijan with Aliyev being able to do what he wants. And so, I do know that a number of people that have, met Pashinyan in the last, let's say, 6 months. Այնպես որ ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, ովքեր հանդիպել են Փաշինյանին վերջին, ասենք 6 ամսվա ընթացքում, նրան հասկացրել են, որ նախագահ Թրամփը շատ այլ դիրքորոշում ունի այս հարցերի վերաբերյալ, քան նախագահ Բայդենը։ Այսպիսով վերջին հաշվով գերիների վերաբերյալ գործարքը հավանաբար միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու։ Միացյալ Նահանգները այստեղ կարևոր դեր է ունենալու։ Մենք տեսանք, որ Սթիվ Ուիթքոֆը գնաց Բաքու Ալիևի հետ հանդիպելու։ Նախագահ Թրամփը տեսնում է, որ կա համաձայնագրի հասնելու հնարավորություն, եւ նա
հասկանում է, որ գերիները պետք է լինեն այդ գործընթացի մի մաս, նախքան կամ միաժամանակ։ Այնպես որ կարծում եմ, որ այս պահին դա շատ ավելի լայն ու ավելի մեծ հարց է, քան միայն Փաշինյանը եւ նրա հնարավոր անելիքները։ Բայց մի բան ակնհայտ է, որ Փաշինյանը պետք է խրախուսի դրանում նախագահ Թրամփին, որպեսզի բոլոր գերիները ազատ արձակվեն։ Կարծում եմ, որ դա այն է, ինչ նա պետք է անի եւ հրապարակավ, եւ մասնավոր կերպով։ Encourage President Trump to make sure that the prisoners are all released. I think it's something that he should be doing both publicly and privately. So now you're in Armenia for another event, as far as I know. Որքանով ես գիտեմ, դուք հիմա Հայաստանում եք մեկ այլ միջոցառման համար։ Կարող եք օգտագործել այս հնարավորությունը կամ պարզապես ինչ-որ բան անել, հանդիպումներ ունենալու Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, ինչու՞ չէ Նիկոլ Փաշինյանի հետ եւ պատմել նրան կամ նրանց այս ամենը, ինչ դուք հիմա պատմեցիք ինձ։ All that you have told right now me. I think it's fair to say that the Armenian government knows my views, and they've been conveyed quite clearly. I obviously can't speak publicly about. I can't speak publicly about exactly what I'm doing here in full. But I think that the government knows my views quite clearly. The reality is, as I said, this is not just. Կարծում եմ արդարացի կլինի ասել, որ Հայաստանի կառավարությունը գիտի իմ տեսակետները եւ որ այս տեսակետները նրանց բավականին հստակ փոխանցվել են։ Ակնհայտ է, որ ես չեմ կարող հրապարակավ խոսել ամբողջի մասին հիմա։ Անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը շարունակի բարձրաձայնել իր կարծիքը։ Ես հասկանում եմ, որ սա ամենակարևոր հարցը չէ։ Ակնհայտ է, որ շատ ժամանակ է անցել 2020 թվականի պատերազմից եւ միջին վիճակագրական հայի առօրյա մտահոգությունները իրականում կենտրոնացած չեն Արցախի կամ գերիների ծանր վիճակի վրա։ Սակայն կարևոր է, որ վարչապետը շարունակի լսել հանրության լայն շրջանակներից այն մասին, որ նրանց ակնկալիքն է, որ երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դրա հետ միաժամանակ կամ նախքան հայ գերիները վերադառնան տուն։ Կարծում եմ, որ սա կարևոր ուղերձ է, որը մարդիկ կարող են ուղղակիորեն հղել նրան։ And I think that that's an important message for people here to be sending directly to him. So, Mr. Gencer, many Armenians feel really helpless watching all this. Արոն Գենսեր, շատ հայեր իրենց իսկապես անօգնական են զգում դիտելով այս ամենը։ Ինչ կասեիք նրանց, մեզ, ինչ կարող է անել հասարակ մարդը օգնելու համար։ To help. I mean, I think the most important thing is to speak out publicly, to use social media to talk about and highlight what's happening with the prisoners. Կարծում եմ ամենակարևորը հրապարակավ խոսելն է, սոցիալական ցանցերի միջոցով պատմել ինչ է կատարվում գերիների հետ։ Կարևոր է կապ հաստատել ձեր խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության խմբերի, լրատվամիջոցների հետ, խոսելու այն մասին, թե ինչ է կատարվում։ Գերիներն ու նրանց ընտանիքները ամեն օր ապրում են դժոխքում։ Իրականում ընտանիքների համար գուցե ավելի վատ է, քան գերիների համար, քանի որ ընտանիքները չգիտեն, թե ինչ է կատարվում այս պահին։ Ընտանիքները ամեն օր արթնանում ու քնում են անհանգստանալով իրենց սիրելիների համար, պատկերացում չունենալով, թե վաղվա օրը ինչ կարող է բերել, որովհետև սա իրավական գործընթաց չէ, սա քաղաքական գործընթաց է։ Իրականությունն այն է, որ ընտանիքները չեն կարող հանձնվել, եւ նրանք ոչ միայն ժողովրդի, այլև կառավարության օգնության ու աջակցության կարիքն ունեն, որպեսզի իրենց հարազատները հնարավորինս շուտ կարողանան վերադառնալ տուն։ The families can't give up, and the families desperately need the help and the support, not only of the people of Armenia, but of its government, to ensure that they can be brought home as soon as possible. And coming to the end of our conversation, what would justice look like? Գալով մեր զրույցի ավարտին, ինչպիսին կարող է լինել արդարադատությունը այս դեպքում։ Ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև բոլոր տեղահանված արցախցիների, Բաքվում բանտարկված մարդկանց համար։ Imprisoned people in Baku. Yeah. Well, I mean, that's a much more complicated and long-term problem, obviously, to address. I mean, as a matter of international law, the people of Artsakh should be able to return to their homes, and if that proves to be impossible, then they should be compensated for their losses, which are obviously substantial. Բնականաբար դա շատ ավելի բարդ եւ երկարաժամկետ խնդիր է։ Միջազգային իրավունքի համաձայն արցախցիները պետք է կարողանան վերադառնալ իրենց տները ու եթե դա անհնար լինի, ապա նրանք պետք է փոխհատուցում ստանան իրենց զգալի կորուստների համար։ Կարճաժամկետ կտրվածքով դա անհասանելի է թվում, բայց դա չի նշանակում, որ դրանից պետք է հրաժարվել։ Կարծում եմ, որ լավագույն սցենարն այն է, որ բանտարկյալներն ու ռազմագերիները կարողանան վերջիվերջո տուն վերադառնալ խաղաղության համաձայնագրի շրջանակներում կամ դրանից առաջ։ Եվ այդ դեպքում Արցախի առաջնորդները, ովքեր կվերադառնան տուն, կարող են շարունակել իրենց պայքարը արդարության եւ Արցախի ժողովրդի համար։ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առաջ խաղացման պայքարը շատ տևական պայքար է եւ արժևում հսկայական մարտահրավերներ կլինեն։
Բայց կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ ստորագրված ցանկացած խաղաղության համաձայնագիր կայուն լինի եւ լուծի երկկողմ հարաբերությունների բոլոր խնդիրները։ Եթե այս գործընթացի շրջանակներում չլուծվեն հիմնական խնդիրները, ապա հայ ժողովրդի երազանքը ապրել խաղաղության մեջ հարևանների հետ եւ երբեք չբախվել հրետակոծությունների ու այլ հարձակումների լիովին չի իրականացվի։ Եվ այսպես սա չպետք է լինի պարզապես ստորագրված խաղաղության համաձայնագիր, որը թղթի վրա կմնա։ Այն իրականում պետք է լինի կայուն խաղաղություն, որտեղ ժամանակի ընթացքում կարող է խաղաղություն լինել ոչ միայն կառավարությունների, այլև երկու երկրների ժողովուրդների միջև։ Եվ դա ակնհայտորեն շատ ու շատ դժվար է, երբ նայում ես Ալիևին եւ նրա ռեժիմին, ու նաեւ այն արտասովոր արարքներին, որոնցով նա զրպարտել, դիվայնացրել, իրավազրկել է յուրաքանչյուրին, ով ունի հայկական ծագում։ Հայերի մասին նրա խոսույթը արտացոլում է այն լեզուն, այն բառապաշարը, որը կարելի է հանդիպել դաժան հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված ցեղասպանության կամ այլ ոճրագործությունների կատարման ընթացքում։ Եվ այսպես նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, շատ ու շատ երկար ճանապարհ կլինի անցնելու սառը խաղաղությունից դեպի իրական տաք խաղաղություն, ու շատ բան կախված է լինելու հենց ադրբեջանական ժողովրդից։ Եթե Ադրբեջանի ժողովուրդը կարողանա վերականգնել ժողովրդավարությունը ու մարդու իրավունքների իր երկրում, ապա Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների եւ երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների առումով շատ տարբեր ճանապարհներ կարող են լինել առաջ գնալու համար։ Այժմ դա կարող է թվալ շատ հեռավոր երազանք։ In terms of the relationship between the governments of Azerbaijan and Armenia and between the peoples of both countries. Right now that would appear to be a very distant dream. Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Գենսեր։ Հաճույքով։ Այսօր մեր հյուրն էր Ջարեդ Գենսերը, 2023 թվականից Բաքվում բանտարկված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավաբանական ներկայացուցիչը։